Իսրայելի թիրախում Իրանի ռազմական, տնտեսական ու քաղաքացիական օբյեկտներն են, տասնյակ զոհեր, վիրավորներ կան։ Իսլամական Հանրապետությունը բարձրացրել է կարմիր դրոշը, արյան դեմ արյուն խոստանալով։ Իրանա-իսրայելական կրակը կընդլայնվի տարածաշրջանում, ինչ իրավիճակ ունենք Հայաստանի սահմանին։ Մերձավոր արևելքի երկրները փակել են օդային դարպասները, Բաքվում հարկադիր վայրեջք կատարած ինքնաթիռում հայեր կան։ Փողով բանակից ազատվելու օրինագիծը հանձնաժողովը չհաստատեց, 5 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ։ Պարզապես կնքեք գործարքը, Սպիտակ տան ղեկավարի սև նախազգուշացումը Թեհրանին։ Օրբելի եղբայրների թանգարանը պատմության թանգարանի մասնաճյուղ, դեմ են, բայց լսողնով է։ Գոյը չգոյատևեց, թատրոնի անձնակազմը որոշել է մինչև միեդ հասնել։ Մեկ ամսում երկրորդ պայթյունը նույն վայրում, Սևան-Երևան ճանապարհի գազալցակայանում։ Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին տաղավարում Հայկ Նավասարդյանն է աշխատում։ Թողարկումը սկսենք տարածաշրջանային վերջին զարգացումներով եւ այսպես Իրանում բարձրացվել է վրեժխնդրության կարմիր դրոշը, սա նշանակում է արյան դեմ արյուն։ Ժամեր առաջ մայրաքաղաք Թեհրանը զանգվածային ռմբակոծությանը ենթարկվել, Իսրայելի թիրախում են հայտնվել ոչ միայն Իրանի միջուկային օբյեկտները, այլև օդանավակայաններ, բնակելի շենքեր։ Իսրայելական հարձակման հետևանքով վերջին տվյալով առնվազն 78 մարդ է սպանվել, ավելի քան 300-ը վիրավոր են։ Իրանում Հայաստանի դեսպանությունը մեր հայրենակիցներին հորդորել է պահպանել զգոնություն եւ արտակարգ իրավիճակում կապ հաստատել դեսպանության հետ։ Իրանը հայտարարել է, որ պատրաստվում է պատմության մեջ ամենամեծ հարվածը հասցնել Իսրայելին։ Իրան-Իսրայել ռազմական հակամարտությունը այս գիշեր սկսվեց, սա վերջին տարիների ամենամասշտաբային հարձակումն էր, ձեռնարկողը դարձյալ Թել Ավիվը։ Հետո իրանական կողմը կոնկրետ ձևակերպեց, մենք չենք եղել պատերազմի նախաձեռնողը, բայց այս պատմության ավարտը կգրվի Իրանի ձեռքով։ Թեհրան անօդաչուներ ուղարկելուն զուգահեռ Իսրայելի վարչապետը հաստատեց, սկսել են նպատակային ռազմական գործողություն երկրի գոյատևման համար իրանական սպառնալիքը վերացնելու նպատակով։ Նեթանյահուն ուղիղ ասաց, հարձակումը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ լինի։ Այրուցների հասք կոչվող գործողությունը հենց Իրանի միջուկային եւ հրթիռային ծրագրին հարված հասցնելու նպատակ ուներ։ Մենք հարվածել ենք Իրանի միջուկային հարստացման ծրագրի սրտին։ Մենք թիրախավորել ենք Նաթանզում գտնվող Իրանի հիմնական հարստացման օբյեկտը։ Մենք նաև հարվածել ենք Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի սրտին։ Հարվածների հետևանքով 6 միջուկային գիտնական է զոհվել, 20 բարձրաստիճան զինվորական, այդ թվում զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մուհամմադ Բաղերին եւ Իսլամական հեղափոխական պահապանների կորպուսի երհամանատար Հոսեյն Սալամին։ Քաղաքացիական զոհերի թիվը աճում է, վիրավորներինը եւս։ Իրանում արդեն ծածանվում է վրեժխնդրության կարմիր դրոշը։ Հետո Իսլամական պետության հոգևոր առաջնորդի գլխավորությամբ պաշտոնական Թեհրանը գուժում է, այժմ ազատ է գործելու ու պատասխան հարվածներ հասցնելու Իսրայելին, վենդետա լինելու է։ Իրանական անօդաչուները ըստ տարբեր աղբյուրների ուղղություն են վերցրել դեպի Իսրայել։ Այսօր լուսաբացին սիոնիստական ռեժիմը մեր սիրելի հողի վրա կատարեց նողկալի հանցագործություն, ավելի քան երբևէ բացահայտելով իր չար բնույթը, իր չար եւ արյունոտ ձեռքերով թիրախավորելով բնակելի թաղամասերը։ Ռեժիմը պետք է սպասի խիստ պատժի։ Աստծո կամոք, Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզոր ձեռքը չի թողնի, որ նրանք անպատիժ մնան։ Կեսօրից հետո նոր լուրեր եկան, նորից է Իսրայելը ռմբակոծում, այս անգամ Թավրիզը, հետո կրակի տակ էր Բուշեր նավահանգիստը։ Նեթանյահուն իր բնակչությանը պատրաստում է, ասում է այս անգամ առաջնագծում ավելի երկար ենք մնալու, քան սովորենք։ Լավ իմանալով Թեհրանի հնարավոր պատասխանի մասին, Թել Ավիվը գետնի տակ հիվանդանոցներ է կահավորում, իսկ սննդամթերքն ու առաջին անհրաժեշտության պարագաները արագ սպառվում են խանութների դարակներից։ Իրանը չի կարող միջուկային ռումբ ունենալ, Վաշինգտոնից առաջին մեկնաբանությունն էր։ Թրամփը տեղյակ է եղել հարձակման մասին, բայց ասում է Միացյալ Նահանգները դրան չի մասնակցել։ Սպիտակ տան առաջնորդի այս խոսքերին չի հավատում փորձագետն Իրանից, ասում է, առանց Վաշինգտոնի Իսրայելն այս քայլերը չէր ձեռնարկի։ Միևնույն ժամանակ պնդում է Իրանի համապատասխան արձագանքից հետո գնդակը կհայտնվի հենց Վաշինգտոնի դաշտում, հակամարտության ծավալման սցենարը եւս։ Շուտով այդ պատասխանը կլինի, քանի ժամվա մեջ մենք պատրաստում ենք, որ պատասխան տանք Իսրայելին։ Եթե Իրանի պատասխանելուց հետո, բաժելուց հետո Իսրայելին Միացյալ Նահանգները
չի զեսպի Իսրայելին, մենք ականատես կլինենք դարաշրջանում լայնածավալ պատերազմ։ Օրվա երկրորդ կեսին արդեն Թրամփը կարծես գաղտնազերծում է իրավիճակը, ցույց տալով, թե ամեն դեպքում ամերիկյան հովանավորությունն է գործը առաջ տանում։ 2 ամիս առաջ ես Իրանին 60-օրյա վերջնաժամկետ տվեցի գործարք կնքելու համար։ Նրանք պետք է դա անեին։ Այսօր 61-րդ օրն է։ Հենց այս կիրակի էր նախատեսված հերթական 6-րդ հանդիպումը Վաշինգտոնի ու Թեհրանի միջև։ Նախքան իսրայելական այս հարվածը տարբեր հակասական հայտարարություններ էին հնչում, ամեն դեպքում կողմերը երբևէ չէին խոսում կառուցողական փոխգործակցության մասին, այդուամենայնիվ բանակցելու ցանկություն հայտնելով։ Փորձագիտական շրջանակը դեռ ամիսներ առաջ էր պնդում այս երկխոսությունը Թել Ավիվի սրտով չէ ու երկրի վարչապետը անելու է ամեն ինչ դրանք ձախողելու համար։ Այսպիսով Նեթանյահու-Թրամփ հեռախոսազանգից 2 օր անց իսրայելական ռազմուժը կրակի տակ է առնում Թեհրանը, չխնայելով նաև խաղաղ բնակչությանը։ Իհարկե բնակելի շենքեր էլ հարվածել են, նպատակ է եղել է միջուկային գիտնականներ, ռազմական բարձրաստիճան պաշտոնյաներ։ Աշխարհը արձագանքում է իրավիճակին, Իսրայելի հովանավոր Միացյալ Նահանգները բանակցային սեղան վերադառնալու հույս է հայտնում, Ռուսաստանը դատապարտում, մտահոգ ենք մենք, հարևան Թուրքիան ու Ադրբեջանը։ Իրանը դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին արտակարգ նիստ խնդրել։ Ժամերի հարց է Մերձավոր Արևելքի ճակատագիրը կպայթի հակամարտությունը թե էլի դադար, փորձագետներն են ասում։ Նրանց հայկական շրջանակը զգուշացնում է, պետք է խիստ զգոն լինի նաև պաշտոնական Երևանը։ Տիգրան Ուղիղնյան, ժամը լրատվական։ Միացյալ Նահանգները ռազմական ուժեր ներառյալ նավեր է տեղափոխում Մերձավոր Արևելք, Իրանի, Իսրայելին հնարավոր պատասխանի ֆոնին, գրում է Associated Press-ը։ Պարբերականը տեղեկացնում է, որ USS Thomas Hunter սկանդրոնային ականակիրը հրաման է ստացել շարժվել դեպի արևելյան միջերկրական ծով։ Իսկ ինչ իրավիճակ ունենք մեր սահմանին, իսրայելա-իրանական բախման այս ընթացքում մեր թշնամին մեծ եղբոր հետ զորավարժանք է իրականացնում Նախիջևանում։ Պաշտպանության նախարարի տեղակալը հայտնել է, որ ռազմական գերատեսչությունը հետևում է իրավիճակին։ Նիկոլ Փաշինյանը Պրահայում GlobeSec 2025 ֆորումի պանելային քննարկմանը արձագանքել է Իսրայելի Իրանում կատարված վերջին գործողություններին եւ դատապարտել։ Մեր մտահոգությունն ենք հայտնում եւ դատապարտում Իսրայելի վերջին գործողություններն ընդդեմ Իրանի։ Դա կասկածի տակ է դնում տարածաշրջանում առկա փխրուն կայունությունը։ Իսկ ինչ իրավիճակ է Հայաստանի սահմանին, Իրանա-իսրայելական այս հակամարտության ֆոնին։ Հայաստանի պաշտպանության փոխնախարարը գնահատում է, իրավիճակը համեմատաբար կայուն է։ Սահմանում իրավիճակը հարաբերականորեն կայուն է եւ որևէ այս բանի մտահոգիչ որևէ տվյալ ես չունեմ։ Հարցին պաշտպանության նախարարությունը գնահատել է Սյունիքի վրա հարձակման ռիսկերը։ Այս լարված պահին Թուրքիան եւ Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում, Հայաստանի քթի տակ։ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանվելու է իր հնարավորությունների, կարողությունների, իր ամբողջ ներուժի չափով, եթե դրա կարիքը լինի, սակայն Հայաստանի Հանրապետությունը պետք է ամեն ինչ անի քաղաքական իմաստով, որպեսզի տարածաշրջանում էսկալացիոն դեպքեր չլինեն մեր հնարավորությունների չափով։ Մեր երկրի անվտանգության խորհրդի քարտուղարը եւս մեկնաբանել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները եւ Հայաստանի համար հնարավոր հետևանքները։ Մենք դեռևս ժամանակներ առաջ ենք սկսել նախապատրաստվել հնարավոր սցենարներին։ Ըստ սցենարի նախապատրաստական աշխատանքներ ենք տարել, դրանց շրջանակներում պլանավորումներ ենք կատարել, այսինքն ըստ սցենարների մենք ունենք պլանավորում եւ ըստ այդ պլանի կշարժվենք։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը եւս դատապարտել է Իրանի վրա հարձակումը եւ կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու պահպանել միջազգային իրավունքի նորմերը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ փակել են օդային դարպասները դեպի Երևան եւ Երևանից մի շարք ավիաչվերթներ հետաձգվել են։ Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է Երևանում ադրբեջանցիներ կան, Բաքվում հայեր։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստանի պետական կառույցները հետևողական աշխատանք են իրականացնում։ Իրան-Իսրայել եռացող կոնֆլիկտի պատճառով այսօր առավոտյան Բաքվում վայրեջք է կատարել ավելի քան 10 ինքնաթիռ։ Ադրբեջանում հարկադիր վայրեջք կատարած ինքնաթիռներում նաև հայեր կան։ Ռուսաստանի Դաշնության հայերի միությունը արդեն դիմել է Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներին, խնդրելով հնարավոր ամեն բան անել ապահովելու հայերի անվտանգությունը։ Ավիացիայի փորձագետը հղում է կատարում միջազգային օրենքին ու հիշեցնում, ֆորս մաժորային իրավիճակներում ռեզերվային օդանավակայաններում որևէ երկրի քաղաքացու վտանգ պիտի չսպառնա։ Ադրբեջանը կամ որևէ այլ պետություն
որևէ ոտնձգություն անել այդ մարդկանց հանդեպ իրավունք չունի։ Բայց դուք գիտեք, որ Ադրբեջանի, Բելարուսի նման պետությունները իրենք անօրեն է։ Եթե օրենքների սահմաններում մնա Ադրբեջանը, նրանք իրավունք չունեն հայերին մատով կպել, որտեղ այդ մարդիկ այդ երկրների իրավասության տակ են գտնվում։ Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով Մերձավոր Արևելքի մի քանի երկրներ փակել են իրենց օդային տարածքները, ինչի հետևանքով բազմաթիվ չվերթներ չեղարկվել են, հետաձգվել, փոխել երթուղիները։ Արաբական Միացյալ Էմիրությունները չեղարկել կամ փոփոխել են մի շարք չվերթների երթուղիներ, այդ թվում դեպի Հայաստան։ Զվարթնոց միջազգային օդանավակայանից փոխանցում են մեր երկրից էլ չեղարկված կամ հետաձգված չվերթներ կան։ Աբու Դաբիից 2 չվերթ է հետաձգվել, Շարժայից նույնպես չեղարկվել են Դուբայից, Թեհրանից եւ Թել Ավիվից ժամանող չվերթները։ Երևանում կան նաև արտակարգ վայրեջքներ։ Իրավիճակով պայմանավորված Զվարթնոց օդանավակայանում վայրեջք է կատարել 3 չվերթ։ Ավելի ուշ տեղեկացրին նաև, որ Վիզեի ռավիաընկերության Աբու Դաբի-Երևան չվերթը ոչ թե չեղարկվել է, այլ փոխել է երթուղին շրջանցելով Իրանի ու հարևան երկրների օդային տարածքները։ Իսկ Խաղավիացիայի կոմիտեից էլ հայտնեցին, որ այս պահին անժամկետ չեղարկված են Երևանից դեպի Իրան, Իսրայել եւ Արաբական Միացյալ Էմիրություններ չվերթները։ Նույն իրավիճակով պայմանավորված Զվարթնոց օդանավակայանում Ադրբեջանի քաղաքացիներ են հայտնվել։ Ազգային անվտանգության ծառայությունն է փոխանցում։ Քանի ադրբեջանցի է հայտնվել Երևանում ու քանի հայ Բաքվում, դեռ պարզ չէ։ Այդ մարդիկ գտնվում են հիմնականում Կատարի եւ ռուսական օտանավերն են Էմիրատներ գնացող երևի ինտեղ հայտնվել, բայց նույնիսկ այդ պարագայում Կատարի համար ռեզերվային օտանավակայանը իրենք ընդհանրապես ընտրում են Բաքու, ունեն պայմանագիր։ Էմիրատական օտանավերը Հայաստանում են։ Հիմա եթե Հայաստանում հայտնվի ադրբեջանցի, հայերը ոչ մի բան չեն անելու եւ չպետք է անեն։ Մասնագետը նկատում է, նախադեպը եղել է ժամանակին էլ Հայաստանում ադրբեջանական ուղևորներով օդանավ է վայրեջք կատարել եւ նրանց մեր երկրի տարածքում ոչինչ չի սպառնացել, բայց չի բացառում, որ Ադրբեջանը այդուհանդերձ ոտնձգություններ անի։ Հայաստանի կողմից հղումը պետք է լինի միջազգային օրենքների վրա։ Հենց հիմիկվանից Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պետք է արդեն դիմի եւ ԻԿԱՕ եւ ՏԻԱՍ-ը, համաշխարհային քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն եւ Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալություն։ Ինչպես նաեւ պետք է դիմի այդ երկրներին, որոնց օդանավերում գտնվում են այդ քաղաքացիները, որ նրանք այդ երկրները Ադրբեջանից պահանջեն այդ իրենց ուղևորներին հանկարծ չկպնեն։ Անկախ այն բանից, թե որքան կձգվի այս ֆորս-մաժորային իրավիճակը, մարդկանց պետք է դուրս բերեն օդանավից ու ապահովեն նրանց անվտանգությունը, կամ էլ արագ կազմակերպեն նրանց հետ վերադարձը։ Հայաստանի արտգործնախարարությունը այս պահին ըստ փորձագետի պետք է ամբողջ թափով աշխատի այս ուղղությամբ։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի հերքել լուրը։ Երբ եւ ինչ օրակարգով կլինի հանդիպումը, Պաշտոնյան չի մանրամասնել։ Առջևում թողարկման երկրորդ հատվածն է, կվերադառնանք րոպեներ անց։ Փողով բանակից ազատվելու օրինագիծը հանձնաժողովը չհաստատեց։ 5 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ։ Պարզապես կնքեք գործարքը, Սպիտակ տան ղեկավարի սև նախազգուշացումը Թեհրանին։ Օրբելի եղբայրների թանգարանը պատմության թանգարանի մասնաճյուղ, դեմ են, բայց լսողնով է։ Գոյը չգոյատևեց, թատրոնի անձնակազմը որոշել է մինչև մի ետ հասնել։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։ Հայ-ռուսական հարաբերություններին է անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեխական Գլոբսեգ 2025 ֆորումի շրջանակում։ Նա հայտարարել է, որ թեև Հայաստանի խորհրդարանը Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրենք է ընդունել, բայց դա չի նշանակում խզել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ Երևանը ընտրել է արտաքին քաղաքականության հավասարակշռված ռազմավարություն։ You mentioned the presence of Russian troops. Երևանն իր առջև խնդիր չի դրել Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու, ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքից հեռացնելու համար։ Գիտեք, որ մենք բարդ իրավիճակ ունենք մեր տարածաշրջանում։ Հայաստանում է եվրոպական դիտորդական առաքելությունը, որը հետևում է Ադրբեջանի հետ սահմանային իրավիճակին։ Եվ մյուս կողմից անցած տարի մենք նվազեցրինք ռուսական զորքերի ներկայության աստիճանը, բայց մյուս կողմից մենք հիմա խնդիր չունենք մեր առջև դրված վերջ դնելու ռուսական զորքի ներկայությանը Հայաստանում։ Մենք ունենք այլ խնդիր կարողանալ տարածաշրջանի երկրների հետ հարատև եւ կայուն խաղաղություն հաստատել։
Փողով բանակից ազատվելուն վերաբերող օրինագիծը չանցավ ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովում նախագծին կողմեր 5 դեմ 4 պատգամավոր հանձնաժողովի նախագահ ձեռնպահ քվեարկեց։ Զինծառայության վերաբերյալ իշխանական պատգամավորի առաջարկած օրինագիծը նախատեսում է 18-ից 32 տարեկան քաղաքացիներին ծառայել 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ կամ 4 ամիս ծառայության դեպքում վճարել 18 միլիոն դրամ։ Ուր է պաշտպանության նախարարը ընդդիմադիր պատգամավորի հարցը ընդհատում է պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի օրակարգի հաստատումը։ Պապիկյանը վատառողջ է, այդ պատճառով են տեղակալները նիստին եկել քննարկելու իշխանական Հայկ Սարգսյանի աղմկահարույց առաջարկը, որ փողով բանակից ազատվելու անունն է ստացել։ Պատգամավորն էլ սկսեց նախագիծը ներկայացնել, թե չէ պաշտպանության փոխնախարարն ընդհատեց, այսինչ թվեր եք գրատախտակին գրում, նիստը չբացված փակման եզրին հայտնվեց։ Պարոն Սարգսյան, ասեք, թվերի հետ կապված հրապարակումը։ Սա ստույգ թվեր չի։ Սա Չէ, նույնիսկ ոչ ստույգը, իր մեջ շրամը, եթե դու կառավարությունը։ Եթե առաքությունը նիստը փակել է։ Չէ, Խնդրեմ, եթե չէ, ստույգ թվեր չի լինելու։ Եթե մոտակված Սա արհեստական բանականությունից հանված բոլորին հասանելի թվեր է, որոնք ես ներկայացրել եմ։ Ու այստեղ հարց նիստը նախագահողից արհեստական բանականության թվերով ենք եզրակացնելու որոշում ընդունելու։ Չէ, ես տոկոսային թվեր ասել եմ, որոնք որ կա իրականում, բայց մոտակված թվերը մասերը, որպեսզի պատկերացում կազմել հնարավոր լինի։ Արհեստական բանականությունը Սարգսյանին այս տվյալներն է փոխանցել, զորակոչից բանակ 31.4%-ն է հասնում, գերակշիռ մեծամասնության 69%-ի հետ է խնդիրը։ Ճնշող մեծամասնությունը վատառողջ է, զինծառայության համար ոչ պիտանի, մի մասը քաղաքացիությունից է հրաժարվում, մյուսները ուղղակի խուսափում։ Բոլոր դեպքերի համար իշխանական պատգամավորն առաջարկ ունի։ Պայմանական տեսողությունդ -6 է, բայց ակնոց լինզան խնդիրը լուծում է, ուրեմն անհամատեղելի չես ծառայության համար, իսկ եթե քաղաքացիությունից որոշես հրաժարվել, թանկ կնստի 15 միլիոն դրամ։ Հայկ Սարգսյանը նախքան հարցերին անցնելը տվեց իր սահմանումը կանխելով հնարավոր հարցը։ Արդյոք այսպես պարտադիր զինծառայության անցնողների թիվն ընդհանրապես չի նվազի։ Որևէ կերպ խուսափում են առողջական թղթերով կամ ուղղակի լքում են երկիրը կամ հրաժարվում են քաղաքացիությունից, նրանց 10%-ը կօգտվեն օրենքից եւ մենք ունենանք շուրջ այս մասով ունենանք այս թվի մոտավորապես 10%-ի չափով չխուսափած քաղաքացիներ, 2000 քաղաքացի կօգտվի օրենքից, որի արդյունքում մենք ունենանք պլյուս 2000 արտաժամկետ ծառայող եւ պայծառազորային, պլյուս 4000 պայմանագրային։ Կառավարության կարծիքը նախագծի մասին դրական է, բայց քննարկումները կարծում կշարունակվեն թե սահմանադրականության մյուս հարցեր։ Ընդդիմությունից առաջինը Գեղամ Մանուկյանն է արձագանքում, լիքը թվեր է լսել, առայժմ մեկ հստակեցում է ուզում։ Մեկ է լսեցի, բայց ծառայությունը 1.5 տարի է դառնում։ Մեկ է լսեցի շարքայինը ուսումնական զորամասից հետո 100,000 է ստանում։ Մեկ է լսեցի, որ 1.200,000 ծառայությունն ավարտելուց հետո է ստանում, որը չկա, ոչ մի բան չկա։ Փոխնախարարներ են նստած։ Պաշտպանության նախարարությունը պատրաստ է ծառայությունը դարձնել 1.5 տարի։ Ընդդիմադիր պատգամավորի այս հարցին ուղիղ պատասխան չհնչեց, դիրքորոշումը հստակեցրեց իշխանական Քոչարյանը։ Այս լրջագույն փաթեթը հանրային այսպես բանի քանի մարդ է աշխատել այս փաթեթի վրա։ Պարոն Սարգսյանն ինձ ասեց, որ մենակ ինքն է։ Ես կարծում եմ, որ սա գլխավոր շտաբի իսկի վրով հարց չի։ Գլխավոր շտաբը դիսրա վրա տարիներ շարունակ որպես քաղաքականություն մշակող մարմին պաշտպանության նախարարությամբ պետք է ներկայացնել։ Թեժ մթնոլորտում ու ավելի քան 3 ժամ քննարկված նախագծին պաշտպանական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց։ Անդրանիկ Քոչարյանի մեկնաբանությունը կարճ։ 5 կողմ 4 դեմ 1 ձեռնպա։ Նախագիծը չի անցել։ Հարցը կքննարկենք լիագումար նիստերի դալիճ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրամյանը ձերբակալվել է հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ Աբրամյանը մեղադրվում է մի քանի դրվագով փողերի լվացման, պաշտոնյական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնարկատիրությանը ապօրինի մասնակցելու համար։ Հայաստանի պատմության թանգարանը համալրվում է նոր մասնաճյուղերով, նախ Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարանը միացավ, հետո արդեն Օրբելի եղբայրների տուն թանգարան պոակը։ Ժամի հետ զրույցում թանգարանի տնօրենն է մտահոգություն հայտնել, որ այս ճանապարհով նշանավոր գիտնականների թողած հարուստ ժառանգությունը կարող է երկրորդ պլան մղվել, բայց ասում է լսողնով է։
Օրբելի եղբայրների տուն թանգարան Պոակը կդադարի որպես առանձին հաստատություն գործել։ Այն կդառնա Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղը։ Թանգարանի լուծարման մասին լուրը մարդիկ սրերով են ընդունել։ Շատերը մտահոգված են, որ մշակութային օջախը կարող է կորցնել իր ինքնուրույնությունը, իսկ Օրբելի եղբայրների գիտական ժառանգությունը երկրորդ պլան կմղվի։ Թանգարանի տնօրենի պաշտոնակատարը ժամին հայտնեց, որ որոշման հետ կապված իրենց դիրքորոշումն է բացասական։ Դեմ են կառավարության որոշմանը։ Բանավոր կերպով է մեզ ներկայացվել, որ կարգավիճակի փոփոխություն պիտի լինի, եւ մենք ներկայացրել ենք մեր դիրքորոշումը, որ մենք իհարկե համաձայն չենք, բայց արդեն որոշումը կյանքի է կոչվել։ Կարծում եմ, որ եթե ԿԳՄՍ-ն գտելա, որ ճիշտը դա է եւ թանգարանը ավելի դրանից պետքա շահի միայն, դե ժամանակը ցույց կտա արդեն։ Թանգարանն ինքնատիպ տեղ է, այստեղ ներկայացված է 3 նշանավոր գիտնականների՝ Ռուբեն, Հովսեփ եւ Լևոն Օրբելիների կյանքն ու գործունեությունը։ Իշխանությունները հայտարարում են, թե միավորումը կօգնի թանգարանին զարգանալ, բայց մասնագետները հակառակն են պնդում։ Թանգարանը հետընթաց կապրի։ Կառավարման արդյունավետության առումով անհեթեթություն են ասում, ինքնուրույն միավորը կզարգանա, թե այդ ինքնուրույնությունից նրան զրկել է։ Բնականաբար այդտեղ այլևս տնօրեն ու հաշվապահ չի լինի, կոչվում է մասնաճյուղի վարիչ, հաշվապահն ընդհանուր է պատմության թանգարանի հաշվապահն, նաև այդ գործերը կվարի, այդ զգտումը, միտումը զարգանալու մարում է բնականաբար։ Օրեր առաջ էլ Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարանը միացրին Հայաստանի պատմության թանգարանին։ Եթե Օրբելի եղբայրների թանգարանի դեպքում մտահոգվելու առիթ չկա ըստ մասնագետի, ապա Մայր Հայաստանի դեպքում ժառանգությունը պատմական է եւ վտանգված։ Դրանք բոլորն են վտանգված, ուրացված, մերժված։ Այդ միտումը կա, մենք շատ լավ տեսնում ենք։ Մայր Հայաստանը դա մեր ռազմական ներուժն է ներկայացնում։ Սա էլ մի ոլորտ է, որը սրանց աշկի գրողն է։ Դա չի խրախուսվում։ Վերջին անգամ դուք եք լսել Զորավար Անդրանիկի, Գարեգին Նժդեի կամ Մոնթեի անունը։ Այդ տեսակ թանգարան է Մայր Հայաստանը, առավելապես երկրորդ աշխարհամարտին նվիրված, այսինքն այդ ռազմական ներուժը մարտունակությունը դա պիտի ընդհանրապես այդ մասին չխոսվի։ Մասնագետները նկատում են, երբ մշակութային անկախ կառույցները վերածվում են ենթակառուցվածքների, վտանգի տակ են հայտնվում դրանց արժեքները։ Այս թանգարանները լոկ տարածք չեն, դրանք մեր հիշողության ու ազգային ինքնության օջախներն են։ Եվ եթե դրանք այսօր կորցնում են իրենց ինքնուրույնությունը կամ արտահայտման իրավունքը, ձայնը, ապա մասնաճյուղային կամ ցանկացած այլ կարգավիճակում նրանց ճակատագիրը պղտոր է։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Թանգարաններից թատրոն նույն սցենարով, բայց գործողությունները ոչ թե բեմում են, այլ թատրոնի պատերից դուրս տևական ժամանակ արդեն դատարաններում։ Սունդուկյանի հետ միավորվելու որոշմանը դեմ են Գոյի դերասանները, պայքարի դրոշը չեն իջեցնում։ Ասում են, եթե ներպետական ատյաններում չհաջողեն, մտադիր են իրենց բողոքի ձայնը մինչև մի ետ հասցնել։ Հայ մշակույթի կարևոր բեմերից մեկը Գոյ թատրոնը այլևս չկա։ Պատճառը պետական որոշումն է, որը ըստ մշակութային համայնքի ներկայացուցիչների ընդունել են լռության եւ փակ դռների հետևում, առանց իրենց կարծիքը հաշվի առնելու։ Թատրոնում ոչ միայն ներկայացումներն են, այլ նաեւ մարդկային ճակատագրերը։ Գոյի աշխատակիցներն ասում են, որ իրենց ստեղծած տունը քանդեցին առանց դուռը թակելու, բայց իրենք տունը նորից են պատրաստվում կառուցել։ Պետությունը, կառավարությունը որոշել է, որ իրենք կարող են համատեղ աշխատել Գոյ թատրոնը եւ Սունդուկյան թատրոնը, բայց Գոյ թատրոնի աշխատակիցները բնականաբար դա չեն ընդունել։ Պայքարում թատերական ոլորտի ներկայացուցիչներն անզիջում են։ Նրանք արդեն դիմել են դատարան վիճարկելու Գոյի եւ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի միավորման գործընթացը, սակայն դատարանը մերժել է հայցը հիմնավորելով, որ ստեղծագործողների իրավունքները չեն խախտվել։ Սակայն վերջիններս համոզված են, իրենք զրկվել են ոչ միայն աշխատանքից, այլև մշակութային ինքնությունից։ Թատրոնի փակումը դեռ վերջնական փակված չի, որովհետեւ մենք ունենք դեռ բողոքարկելու իրավունք եւ մենք մեր իրավունքից կօգտվենք։ Պայքարը բացարձակ ներկապահին իրավական կողմով է, որովհետև մնացած մարդկային ոչ մի, այսպես ասած, ակցիաներ իշխանությանը չի հետաքրքրում։ Հայցվոր կողմը պնդում է, թատրոնի վերակազմակերպումն իրականացվում է առանց մասնագիտական համայնքի հետ երկխոսության։ 35 աշխատակիցներ կարծում են, որ դատանի այս որոշմամբ անտեսվում է ստեղծագործողների ձայնն ու դերը։ Խախտումները բազմաթիվ են, մենք հայցադիմով ներկայացրել ենք եւ ըստ էության խախտումները, ասած ասեմ, ակնհայտ են մեր իսկ համոզմամբ եւ վարչական դատարանում փաստացի ընդունվելով վարույթ, հա, ի զարմանս մեզ քննություն առնվեց, սակայն որևէ խախտման անդրադարձ չի կատարվել։
Չնայած երկար պայքարից նախաձեռնված բողոքի ակցիաներից հետո թատրոնը լուծարվեց, սակայն համայնքը չի հանդարտվում։ Ասում են, պայքարելու ենք մինչև վերջ։ Պատրաստում են դատանի որոշումը նախ բողոքարկել ներպետական այցյաններում։ Միևնույն ժամանակ քննարկում են միջազգային այցյաններին դիմելու հնարավորությունները, ներառյալ մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Քանի դեռ չեն սպառվել Հայաստանում դիմելու դատարաններ, բողոքարկելու, մենք նաև դա կսպառենք, եթե իհարկե չունենա դա դրական լուծում, որից հետո արդեն կդիմենք միջազգային դատարաններ, այս դեպքում արդեն եվրոպական դատարան։ Թեև թատրոնի հանդիսասրահի նստարանները արդեն հանել են, միևնույնն է, Գոյ թատրոնը դեռ պայքարում է իր գոյության իրավունքի համար։ Ասում են, սա վերաբերվում է մշակութային կառավարման ամբողջ մոդելին, որտեղ ըստ նրանց երկխոսություն, զիջողականություն եւ արժեհամակարգային մոտեցումներ չկան։ Հասմիկ Անտոնյան, ժամը լատվական։ Եվս մեկ դադար կվերադառնանք րոպեներանց։ Մեկ ամսում երկրորդ պայթյունը նույն վայրում, Սևան-Երևան ճանապարհի գազալցակայանում։ Մեգյո աշխարհ, ինչ սպասել շաբաթ եւ կիրակի, ավելին հաջորդ թիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Հայ-Էկոնոմբանկը ամփոփելով ֆինանսական 2024-ը արձանագրել է հիմնական ցուցանիշների շեշտակի աճ։ Այսպես օրինակ, զուտ շահույթը նախորդ տարվա համեմատ 90% աճ է ունեցել, բանկի ակտիվներն ավելացել են 14, պարտավորությունները 11%։ Զուգահեռ Հայ-Էկոնոմբանկը սոցիալական կորպորատիվ պատասխանատվության մի շարք նախաձեռնություններ է կյանքի կոչել, 170 միլիոն դրամ ուղղել կրթական, սոցիալական ու առողջապահական ծրագրերին։ Հայ-Էկոնոմբանկի տարեկան ժողովն է։ Բանկի ղեկավարությունը պահպանելով հաշվետվողականության եւ թափանցիկության սկզբունքը անդրադարձավ նաեւ նախորդ տարվա հիմնական ֆինանսական ցուցանիշներին, որոնց աճը պայմանավորված է եղել նորարարական ծառայությունների ներդրմամբ եւ պրոֆեսիոնալ լուծումներով։ Ներդրել ենք բանկային համակարգում առաջինը անցանց պոստտերմինալով վճարումների ընդունման կարգը, ունեցել ենք շահույթի շեշտակի աճ։ Դրական փոփոխությունների համատեքստում ուշագրավ է նաև միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցության զարգացումը, ինչի արդյունքում 2024 թվականին Հայ-Էկոնոմբանկը կնքել է մի շարք նոր վարկային պայմանագրեր, ներգրավելով 70 միլիոն դոլարի համարժեք ֆինանսական ռեսուրս, որն ուղղվել է միկրո, փոքր եւ միջին բիզնեսի, նաև կանաչ ֆինանսավորման ծրագրերի աջակցմանը։ Հատկանշական է, որ բանկը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության համատեքստում մեկնարկում է նոր համագործակցություն զինվորի տան հետ, որը բովանդակելու է երկու հիմնական ծրագիր։ Կրթական ծրագիր զին հաշմանդամություն ունեցող անձանց համար, բանկում աշխատանքի անցնելու հնարավորությամբ, զինվորի տան թողունակության ընդլայնում, ստացիոնար բուժման հնարավորությունների բարելավմամբ։ Այս տարի զինվորի տան հետ համատեղ իրականացնելու ենք երկու ծրագիր, առաջինը կրթական, որի արդյունքում զին հաշմանդամներ հնարավորություն կունենան հետագայում աշխատանքի տեղավորվել բանկում։ Առաջնորդվելով ռազմավարական խնդիրների լուծման առաջնահերթությամբ, բանկը արձանագրել է հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ։ 2024 թվականի նախորդ տարվա համեմատ բանկի ակտիվներն աճել են 14%-ով, պարտավորությունները 11%-ով։ Հաճախորդներին տրված վարկերի ծավալը կազմել է 342 միլիարդ դրամից ավելի գումար, նախորդ տարվա համեմատ աճելով 17%։ Տարվա ֆինանսական արդյունքի զուտ շահույթի մեծությունը նույնպես ոգևորիչ է՝ 90% աճ նախորդ տարվա համեմատ, իսկ բանկը շարունակում է վճարել շահաբաժիններ իր բաժնետերերին։ Նաիրի Մուրադյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Գյուղ թե քաղաք, մոտիկ թե հեռու, գերարակ 5G ցանց կունենա, վստահեցնում է Ucom ընկերությունը։ Այս պահին արդեն 19 բնակավայրում գերարակ ինտերնետից են օգտվում, աշխատանքները կշարունակվեն այս եւ հաջորդ տարիներին։ Ucom-ը 5G-ն Երևան բերեց, ընդլայնման շնորհիվ ընկերությունը դառնում է ամենալայն 5G ծածկույթ ունեցող հեռահաղորդակցության օպերատորը մեր երկրում։ 36 քաղաք, 19 բնակավայր, մինչև Դիլիջան ավտոճանապարհ ու Բագրատաշեն, Բավրա, Ագարակ սահմանային անցակետեր։ Կարևոր քայլ է թվային փոխակերպման ճանապարհին, ընկերության գլխավոր տնօրենն է ասում։ Մեր ռազմավարության շրջանակում 5G ծածկույթը լինելու է ամենուրեք բոլոր Հայաստանի տարածքում, բոլոր մեր հայրենակիցների համար եւ աշխատանքները շարունակվելու են այս տարի եւ աշխատանքները շարունակվելու են հաջորդ տարի եւ դա շարունակական բնույթ է կրելու։ Եթե նայենք ստատիստիկորեն 1/3 աշխարհի երկրներում կան 5G եւ Հայաստանը այդ
ցուցակներում է, որը հպարտություն է տալիս որպես Հայաստանի քաղաքացի, որպես բաժնետեր եւ որպես յուքոմ, որը անընդհատ նորարարության եւ նոր տեխնոլոգիաների ներդրումով է զարգանում։ Յուքոմի 5G ցանցը նախագծվել եւ կառուցվում է Nokia-ի հետ համագործակցությամբ, օգտագործելով վերջինիս առաջադեմ տեխնոլոգիաները, ապահովելու աննախադեպ արագություն։ Մենք կառուցել ենք հզոր, գերարագ արձագանքող եւ արդյունավետ 5G ցանց, որն օգնում է Յուքոմին ապահովել բացառիկ փորձառություն իր բաժանորդների համար։ Այն կաջակցի բիզնեսներին իրենց թվայնացման ճանապարհին եւ անհատներին գերարագ կապ կտրամադրի։ Մեր գործընկերությունը Յուքոմի հետ խորհրդանշում է Nokia-ի տարածաշրջանում ամուր հետքն ու ներկայությունը։ Մենք պատրաստ ենք ապահովելու ամենաարդիական հեռահաղորդակցության ենթակառուցվածքները։ Յուքոմի ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը շարունակվում է։ Իսկ 5G ցանցի մասին մանրամասն տեղեկություններ Յուքոմ բաժանորդները կարող են գտնել ընկերության պաշտոնական 3w.ucom.am կայքում։ Էդուարդ Պողոսյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ է պայթյուն գրանցվում Երևան-Սևան ճանապարհին գտնվող գազալցականներից մեկում, մինչև փրկարարների կանչի վայր հասնելը մեկ տուժած հոսպիտալացվել է։ Այս եւ օրվա այլ կարևորի մասին տեսաշարում։ Հայաստանը միաժամանակ չի կարող լինել Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության անդամ։ Վարչապետ Փաշինյանն է հայտարարել։ Նրա խոսքով, քանի դեռ այդ որոշման սուր պահանջ չկա, Հայաստանը կշարունակի ժողովրդավարական բարեփոխումները եվրասիական չափանիշներին համապատասխան, իսկ երբ պահը գա որոշում ընդունելու հարցը քաղաքական օրակարգ կմտնի եւ կդրվի քննարկման սեղանին։ Մենք այս որոշումը կկայացնենք մեր քաղաքացիների հետ միասին, ասել է Փաշինյանը։ Երևանի ու Բաքվի միջև շարունակվում են բանակցությունները միջպետական սահմանի սահմանազատման գործընթացը շարունակելու ուղղությամբ, հայտնում է Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Արմեն Գրիգորյանի խոսքով այս պահին իրականացվում են խորհրդապահական դիվանագիտական աշխատանքներ, որպիսի կողմերը հստակեցնեն գործընթացի տեխնիկական հարցերը։ Ըստ նրա միանշանակ է, որ մենք ցանկանում ենք ունենալ խաղաղության պայմանագիրը։ Հաճախ լսում են կարծիքներ, որ այդ համաձայնագիրը չի բխում Հայաստանի շահերից, սակայն այդպես չէ, քանի որ Հայաստանը ցանկանում է ստորագրել այն, ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Արտահանման գործընթացը երկրի ներսում պարզեցվել է, հայտնում են պետական եկամուտների կոմիտեից։ Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները հունիսի 1-ից ապրանքների արտահանումը կազմակերպում են 24/7 ռեժիմով, մինչև այս երկրի ներսում արտահանման գործընթացը սպասարկվում էր միայն աշխատանքային օրերին եւ միայն աշխատանքային ժամերին, իսկ ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին։ Արտահանման ձևակերպումները կարող էին իրականացվել միայն պետական սահմանի անցման կետերում։ Պայթյուն Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում ներքին գործերի նախարարությունից փոխանցում է, որ նախնական տվյալներով պայթյունը տեղի է ունեցել կայանված Mitsubishi մակնիշի ավտոմեքենայում, մինչև փրկարարների կանչի վայր հասնելը մեկ տուժած հոսպիտալացվել է։ Ի դեպ, մեկ ամիս առաջ նույն գազալցակայանում դարձյալ պայթյուն էր եղել։ Գազի արտահոսքը այս օրերին էլ դարձյալ պայթյունի պատճառ դարձավ ճամբարակում ողբերգական հետևանքներով։ Անվտանգության կանոնները չպահպանելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ թե գազալցակայաններում, թե բնակարաններում։ Հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանի աշակերտները ավարտական քննություններ են հանձնել մաթեմատիկա առարկայից։ Քննությունից հետո շատ ծնողներ դժգոհություն են հայտնել, որ թեստերը բավականին բարդ են եղել, նույնիսկ ծրագրից դուրս։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը սակայն լրատվականներին փոխանցել է, որ իրենց մասնագետների կարծիքով նորմալ թեստեր են։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվական։ Եվ եղանակի մասին, ինչ սպասել հանգստյան օրերին, ինչպես միշտ Լիլի Հովերի մատուցմամբ։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, մեդիո աշխարհ, նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում շաբաթն ու կիրակին կանցնեն փոփոխական երկնքով։ Տեղումներ սպասվում են առավելապես հյուսիսային գոտիներում։ Ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 24-ից 28 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 30-ից 36, Լոռիում 22-ից 24,
Տավուշում 26-ից 29 աստիճան։ Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է առավելագույնը 36 աստիճան։ Սյունիքի նախալեռներում 24-ից 27։ Երևանում օրը կանցնի փոփոխական երկնքով, սպասվում են տեղումներ։ Այս գիշեր 17-ից 19, ցերեկը 33-ից 35, երեկոյան 24-ից 27 աստիճան։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ ու անփորձանք գիշեր են մաղթում բոլորին։